Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ։ Կես գիշերն անց է, այս բավական լարված օրը մարտի 31-ը ավարտվեց, սկսեց ապրիլի 1-ը, յուրահատուկ օր, որը որ ուղիղ կապված է ստի մասնագետ, ստի վարպետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կարող շնորհավորել նրան այսօրվա կապակցությամբ մասնագիտական տոնի երևի թե եւ ես քանի որ մի անձնական աշխատանքային ուրեմն գործի բերումով պետք է մոտ մի 10-15 րոպե մեքենա վարեմ, տնից մի ուրիշ տեղ գնամ, որոշեցի անդրադառնալ այսօր համացանցում տարածված ինչ-որ իրավիճակի, մասնավորապես այս լարված վիճակում կարծում եմ ուշադրություն եք դարձրել, որ իմ պաշտպանյալի Արմեն Աշոտյանի վերագրելով իր կողմից չարտահայտված մտքեր, նիկոլական, սուտ, կեղծիք, թշնամանք, չարություն տարածող քարոզչական ապարատը փորձ էր կատարում այս առանձայնել այս Գյումրիի ընտրություններով պայմանավորված այս լարված վիճակում կրակի վրա յուղ լցնել եւ բորբոքել, առանձայնել բավական բորբոքված վիճակում գտնվող կրկերը։ Ես դրա վերաբերյալ գրառում արեցի, բայց ես տեսնում եմ, որ նաեւ հիմա է տարածվում նիկոլական տարբեր խմբերում, էջերում, տարբեր այլ ռեսուրսներում այդ կեղծ Աշոտյանի կողմից չարտահայտված խոսքը, որով որ իբր թե նա Մարտուն Գրիգորյանին կոչ է անում երբեք չմիանալ ուրեմն Վարդան Ղուկասյանին, ուրեմն մի անգամ էլ ասեմ, դա սուտ է, դա կեղծ է, ավելին Արմեն Աշոտյանը շատ փոքր հնարավորություն ունի հանրության հետ շփվելու, այսօր այդ օրերից մեկն էր, Արմեն Աշոտյանի դատի վերջում այդպիսի ավանդույթ է ձևավորվել կարճ 3-4 րոպեանոց մաքսիմում ճեպազրույցներ են տեղի ունենում լրագրողների հետ եւ այո այդ հարցին Արմեն Աշոտյանը անդրադարձել է եւ ըստ էության տվել է տրամագծորեն տարբերվող հայտնել է տրամագծորեն տարբերվող մոտեցումներ եւ կարող եք համացանցում դա հեշտությամբ գտնել, իմ էջում էլ տեղադրված է, այսինքն այդ կեղծիքին խնդրում եմ չտրվել, հատուկ եմ ուզում սրան անդրադառնալ, ինչու, որովհետեւ նկատում եմ, որ այդ կեղծիքը նաեւ որոշակի առումով եթե ոչ տարածում են, ապա հավանում են եւ հետեւություններ են դրանից անում, նաեւ ընդդիմադիր այլ թևերի ներկայացուցիչներ, որոնց պարագայում դա դիտվում է ավելի շատ իրենց երևի ներքուստ ունեցած համոզմունքների հաստատման միջոց է, որ բա որ ասում էինք, տեսեք, ինչ են անում, այսպես ճակերտավոր Սերժն է մեղավոր տրամաբանության տիրույթում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա կապված է Արմեն Աշոտյանի հետ, հաշվի առնելով, որ Արմեն Աշոտյանի հաղորդակցությունը սահմանափակված է, մեծ մասամբ իրականացվում է մեր միջոցով, պաշտպանների միջոցով, հարկ համարեցի ես լարված պահին այս նիկոլական կեղտոտ խաղը ներկայացնել հանրության ուշադրությանը, որպեսզի դուք այս ամեն ինչին չտրվեք։ Բայց նաև կարճ կուզենայի խոսել այս լարված իրավիճակի մասին, դրա մասին, որ մենք անհամբերությամբ սպասում ենք դրա դրական հանգուցալուծմանը, բայց անձամբ իմ անունից ասեմ այստեղ, որ մի տեսակ ինչ-որ բան դուրս չի գալի այս ամեն ինչի մեջ, որովհետև գիտեք, ցանկացած հետընտրական process, որտեղ որ մեկից ավելի, իսկ այս դեպքում 4 ուժեր են հաղթել եւ կարեւոր ընդհանրություն ունեցող ուժեր են հաղթել, մասնավորապես հականիկոլական կամ հակաքպայական կամ չգիտեմ
ըստ էության անունը կարևոր չի, բոլորդ էլ հասկացաք թե ինչի մասին է խոսքը, այդ նույն օրակարգը կիսող ուժեր են հաղթել, ուրեմն ամենակարևորը պետք է որ լինի եւ վստահ եմ որ կա եւ կարողանան մարդիկ իրար հետ լեզու գտնել, անկախ բազմաթիվ տարաբնույթ խնդրահարույց հարցերից, որոնք որ կարող են շատ լինել եւ ինձ համար մի քիչ տարօրինակ էր, որ այսօր ամբողջ օրը Մարտուն Գրիգորյանից այսպես ինչ-որ խոսքեր շատ հստակ խոսքեր ակնկալում, իմ անձնական կարծիքն եմ ասում, որտեղ իմ կարծիքով այս ամեն ինչը նաև բանակցային process-ի արդյունք կարող է լինել, ես չգիտեմ դրանք ընթանում են, չեն ընթանում, ոնց է, ինչ է, բայց կարծում եմ, որ ընտրություններից հետո բանակցությունները նորմալ բան են, մարդիկ կարող են տարբեր բանակցային առաջարկներ անել, անմիջականորեն իրար հետ շփվելով, միջնորդավորված ձևով, սա է քաղաքակիրթ ձևը, հարցերը լուծելու։ Տարբեր ձևաչափ են կարող լինել, կարող է կոալիցիա ձևավորվել, կարող է կոալիցիա չձևավորվել, բայց հրապարակավ խոստում տրվի, որ քվեարկվելու է տվյալ դեպքում օրինակ Վարդան Ղուկասյանի տեխնացիան կողմից։ Բազմաթիվ այլ տարբերակներ կարող են լինել։ Այսպիսի անառողջ ինչ-որ բան էր ստեղծվել, որի պայմաններում ԿՊ-ն շատ հեշտությամբ օգտագործելով ներընդդիմադիր այսպես կեղտոտ խաղեր խաղում մարդկանց իրար դեմ էր տրամադրում։ Երևի թե դրա պատճառն էր, որ ինչ-որ անառողջության էլեմենտ կա այս քննարկումների մեջ։ Հիմա հազար բան կարող է լինել, մեկ մի բան ենք կարդում, դուրներս գալիս է, մեկ այլ բան ենք կարդում, դուրներս չի գալի։ Օրինակ ես կարդացի, որ Վարդան Ղուկասյանը նշում է, որ փոխքաղաքապետի պաշտոնը ես չեմ պատրաստվում ուրեմն որևէ մեկին մոտարապես այդպես էլ, այսինքն փոխքաղաքապետը ես պետք է նշանակեմ, առաջի հայացքից ամենայն դեպս դա քիչ ուսիմացիվ թվաց եւ կարող է այնքան էլ ճիշտ չթվաց, բայց հետո որ բացատրությունը լսեցի, մտածեցի, որ հա, այստեղ կարող է ռեզոն կա, հետո ավելի շատ մտածեցի մյուս կողմից էլ նույն Մարտուն Գրիգորյանի թիմի նկատմամբ իրականացվել են, նույնպես իրականացվել են ռեպրեսիաներ, տատիկների պատմությունը օրինակ հիշեք, հոր եւ որդու մասին չեմ ասում։ Այսինքն այստեղ հարցեր կան, որոնք որ մի քիչ ավելի սառը դատելու այսպես տրամադրություն են ենթադրում եւ իմ այսպես համեստ կարծիքը ասեմ, որ սա դες ոնց որ այնքան էլ այնպես չի։ Ուղղակի բոլորս ենք շահառում։ Բոլորս ենք շահառում, որովհետեւ Գյումրու ընտրությունները ձեռք բերեցին համապետական կարևորություն։ Օրինակ այստեղ ես ուզում եմ նշել նաև մեկ այլ մասնակից տեխնացուի Ռուբեն Մխիթարյանի դերը, որը հետաքրքիր իր ընտրարշավի ռազմավարությամբ այդ բանի, ինչ էր, բանավեճի ժամանակ իր ընտրած ռազմավարությամբ համապետական մակարդակի հարցեր դարձրեց օրակարգային այս ընտրություններում եւ բոլորս ովքեր որ ունենք ընդդիմադիր հայացքներ մի շահագրգռվածություն ունենք որ լեզու գտնեն մարդիկ իրար հետ եւ վերջապես մեր երկրորդ քաղաքը ապա նիկոլացվի թե ինչ հստակ ձևաչափ կարող է լինել իմ կարծիքով դա բանակցային ինչ որ խնդիր կարող է լինել եւ բանակցությունները կարող են ինչ-որ ժամանակ տևել չգիտեմ ինչ որ ժամանակ կարող են տևել բայց տարբեր մարդիկ սա օգտագործում են իրենց ունեցած նախապաշարմունքները, գուցե նաև օրակարգերը առաջ բրթելու համար ու դա շատ տհաճ տպավորություն է ստեղծում։ Ես ուզում եմ սա նաև այդ 5 իրավապաշտպանների մեր նախաձեռնության օրինակն է միշտ աշխիս առաջ։ Եթե ձեզ թվում է թե մենք բոլորս բոլոր հարցերում նույն մոտեցումները ունենք, չարաչար սխալվում ենք։ Էական տարբերություն ունենք բազմաթիվ հարցերով։ Դա սկսած իրավաբանական հարցերից, տղեկը հիմա կհիշեն թե համապատասխան օդանավակայանում ոնց էինք իրար հետ շատ կոշտ ձևով իրավաբանական հարցերի շուրջ վիճում։ Դա վերջացած քաղաքական հարցերով։ Հաճախ նաև տրամագծորեն տարբերվող մոտեցումներ ունենք։ Բայց մենք հասկանում ենք, որ ինչ որ կարևոր գործ եթե անում ես, կարևորը երկրորդականից տարբերելու խնդիր ունես։ Այսքան ժամանակ օրինակ այդ դրանով ենք Այսքան ժամանակ դրանով ենք առաջնորդվում եւ Փառք Աստծո ոնց որ թե ստացվում է մեզ մոտ այս կուր լինելը պահել։ Կամ չգիտեմ, օրինակ պաշտպանյալների մասով։ Ձեզ թվում է շատ անկեղծ բան ասեմ, էլի կարող է ոչ վատ բան եմ ասում, բայց դե ասում եմ, հա։
Ձեզ թվում է այդ մեր բոլոր պաշտպանյալները խոսքը վերաբերում է քաղաքական պատճառներով հետապնդման ենթարկվող, բոլորը մեր աչքի լույսն են։ Չէ։ Տարբեր մարդիկ կա, որ մենք կարող ենք տարբեր վերաբերմունք ունենանք։ Բայց կարևորն է, կարևորը ստեղ այդ չի, կարևորը այն է, որ մենք խնդիր ունենք, այդ խնդիրը լուծում ենք եւ կարևորը երկրորդականից տարբերելու այսպես ունակություն ունենք։ Եվ այս նույն իմաստությունն էլ մենք ակնկալում ենք եւ անկեղծ ասած ես մեծ վստահություն ունեմ ներքին որևէ մեկի հետ ոչ խոսել եմ, ոչ ինֆորմացված եմ, այդպիսի տպավորություն հանգարց չլինի, որ հաջողվելու է կարևորը երկրորդականից տարբերել եւ ի վերջո ճիշտ բանաձև գտնել, որպեսզի երկրորդ քաղաքը ապա նիկոլացվի։ Բայց մի տեսակ ուլտիմատիվ մոտեցումներն էլ ճիշտ չեն, էլի իմ կարծիքով։ Իմ կարծիքով ուլտիմատիվ մոտեցումները երբեք արդյունավետ լինել չեն կարող։ Ավելի այսպես միմյանց վստահելու, ավելի դրական, այսպիսի մթնոլորտը դրան կարող է նպաստել։ Ի վերջո նույն Վարդան Ղուկասյանը, որը շատ հաճախ է Աստվածաշնչից, եկեղեցուց օրինակներ բերում եւ շատ բնական է այդ մոտ ստացվում։ Վստահաբար այդ սկզբունքը տես իրան լսելուց հիշեցի, Ներսես շնորհալի մեր կաթողիկոսին, մեր Սուրբ Ներսես շնորհալի կաթողիկոսին վերագրվող խոսքը միություն ի կարևորս, ազատություն հերկբայականս եւ սեր ամենայն։ Այսինքն կարևոր հարցերում միասնություն, երկրորդական հարցերում ազատություն եւ ամեն ինչում սեր։ Հարգանք, միմյանց նկատմամբ վստահություն։ Կարծում եմ, այս սկզբունքներով ավելի շատ առաջնորդվելով մենք կարող ենք մեր նպատակներին հասնել։ Հակառակ դեպքում ասենց ոնց կլինի։ Այդքան մարդ է տանջվել։ Սիրելի գյումրեցիներ ջան, հալալա ձեզ ապրեք։ Բայց ձեր կողքին նաև բազմաթիվ դիտորդներ են օրինակ տանջվել, լրագրողները, հա, հատկապես լրագրողները տիտանական աշխատանք են արել, իրենց գործունեությամբ զսպել են ՔՊ-ի ընտրախախտումների գնալու ախորժակը, հնարավորությունները։ Ինձ թվում է սա նաև ինչ-որ առումով մենք էլ իրավունք ունենք շահառու մեզ համարել այս գործընթացին եւ փորձել, օրինակ ես հիմա փորձում եմ մի քիչ ավելի առողջ դարձնել հանրային տիրույթը, չգիտեմ։ Հիմա կարող է էլի 1000 մի բան կպցնեն, ինչ ասես, ասեն, երբեք դες բաներից ես չեմ նեղվել, չեմ վախեցել, սկսած 18 թվականից երբ 99%-ը մի բան էր ասում, ես հակառակն էի ասում, ես այդ իմունիտետը ստացել եմ, ճիշտ եմ համարում դրա համար էլ խոսում եմ։ Կարծում եմ, որ ինչ-որ մարդկանց նաև կարող է իմ խոսքը ինչ-որ մարդկանց համար կարևոր։ Բանակցություններ են բան։ Խնդիր է, որը պետք է նստել կամ անմիջապես կամ այսպես բանագնացների միջոցով կամ որևէ այլ կերպ կարգավորել ստանալ ճիշտ բանաձև։ Ինչի եք սենց շիշը կողացի բանով սենց դե հիմա սենց ինչ-որ հա, ասում ենք, չէ, այս ինչ մարդիկ են հետևը կանգնած, հա, հեն Աշոտյանն էլ սենց բան է ասել։ Ճիշտ չի էլի դա։ Ինձ թվում է դա ճիշտ չի, հարգելի ընկերներ, հատկապես որ ՔՊ-ն շատ արդյունավետ օգտագործում է այդ հակասությունները, որոնք առկա են։ Ու չմոռանանք նաև մի կարևոր բան, այս բոլոր այս բանակցային կամ հետ ընտրական էլ չասեմ, արդեն ձևավորումից հետո առկա փուլում ես երեք իմ նեմնիմիում հստակ դրա մասին խոսեցի։ 3 գործիք կա, որ ՔՊ-ն կարող է օգտագործել, չմոռանանք այդ 3 գործիքները։ Գործիք առաջին։ Իրենց այսպես սատելիտ ուժերի միջոցով դատարան դիմելով փորձել դատական ճանապարհով կասեցնել ընտրությունների արդյունքների ամփոփումը օրինակ։ Գործիք, որը կիրառվեց Վանաձորի ընտրությունների ժամանակ։ Այն ժամանակ այդ սատելիտ ուժի դերը կատարեց Էդմոն Մարուքյանի կուսակցությունը, Լուսավոր Հայաստանը։ Գործիք երկրորդ, կալանավորել մարդկանց, կալանավորել, որպեսզի քվորում չլինի, չկարողանան քաղաքապետ ընտրել։ Սա երկրորդ գործիքն է։ Երրորդ գործիք, որը Երևանի ընտրությունների ժամանակ կիրառվեց, փորձել տարբեր, չգիտեմ, կեղտոտ ձևերով, կոմպրոմատներով, ես շատ իմանամ ինչով, համոզելով, գնելով, ես չգիտեմ ոնց, ընդդիմադիր հավաքանիներին իրենց կողմը գրավել։ Այդ մեկի մասով անկեղծ ասած մի քիչ
մեջս ավելի քիչ վախ կա, որովհետև Գյումրու թասիբը բոլորս գիտենք, մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ ինչ-որ այս մեկը իրանց մոտ հաջողվի, բայց այն երկուսը անկեղծ ասած ռեալ եմ համարում։ Այսինքն դեռ խնդիր կա լուծելու, դեռ համաձայնությունը ձեռք բերելուց հետո եւս խնդիր կա լուծելու։ Գուցե պետք է մտածել համաձայնությունները մի խոսքով հիմա չմտնեմ, հետո չասեմ ինչ-որ, չգիտեմ, թող գնան պայմանավորվեն։ Ես վստահ եմ, որ այդ մարդիկ իրար նույն նշանային համակարգերով են, այսպես մտածում, նույն կերպ են մտածում, նույն արժեքային համակարգ ունեն, ասենց պարզ ասեմ, էլի, ինչը ավելի մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք կարողանան լեզու գտնեն եւ ճիշտ լուծումներ առաջարկեն հանրությանը։ Խոսքը թե Վարդան Ղուկասյանին է վերաբերում, թե Մարտին Գրիգորյանին է վերաբերում, եւ նաեւ կարծում եմ որոշակի դերակատարություն կարևոր պետք է ունենան նաեւ երրորդ եւ չորրորդ դերերը։ Գրավաստները Ռուբենը Մխիթարյան, Կարենը Սիմոնյան ոնց Սա է ինձ թվում է, որ պետք է մի փոքր ավելի ուշադրություն դարձնենք այս հարցերին։ Ներևս այսքանը, ես էլ արդեն մոտենում եմ եւ կրկնեմ, մի տրվեք, խնդրում եմ նիկոլականների կեղծիքներին, ստերին։ Կոնկրետ այսօր ես ֆիքսել էի այդ մեկը Արմեն Աշոտյանի վերագրելով սուտ խոսքեր, որոնք այսօր նա չի արտահայտել, նրա կարելի ասել էապես տարբերվող ինչ-որ առումով նաև տրամագծորեն հակառակ մտքերն է արտահայտել իր այդ կարճ դատական ճեպազրույցի ժամանակ եւ հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործընկերներին խնդրում եմ չտրվել այդ գայթակղությանը եւ չասել, հա, էս Աշոտյանը, սենց, որ ասում էինք, ուրեմն այստեղ էս ինչ խաղն է, այնտեղ էլ ինչ խաղն է։ Շնորհակալություն, բարի գիշեր, լավ մնացեք։